ինչ գույքեր են հիմա ակտուալ, ինչ վաճառքներ են տեղի ունենում, ինչու որոշ կառուցապատողներ չեն ուզում այս հետ աշխատել։ Եթե բանկը վստահել է, ֆինանսավորել է այս կառուցապատողին, ուրեմն դուք հանգիստ եղեք։ Ինչքան ավելանում է տեղեկացվածությունը, այդքան այդ վախերը վերափոխում են դեպի վստահության։ Շատ մարդիկ երկարաժամկետ վարկավորման մտքից վախենում են։ Շահում են այն հաճախորդները, ովքեր որ ավելացնում են իրանց տեղեկացվածության մակարդակը։ Վում է թե թվային պրոդուկտները մի օրում լույս աշխարհ են գալիս։ Ավելի հակված են նաև հիպոթեքին որպես ինվեստիցիոն գործիք։ Ես չեմ պատկերացնում, որ իրոք մտնեմ մայհում ու ընդհանրապես բանկ չգամ, մեկ էլ գնամ նոտար։ Այն ինչը որ մեզ համար տենց հեշտ խոսելու առարկա է դարձել, հիմա շատերի համար վստահ կարող եմ ասել, որ տարիների երազանք է դեռ։ Ողջույն բարեկամներ, դուք միացել եք Տունկաստին, սա Տունեքսպոյի պաշտոնական ոդկասթն է, որտեղ մենք քննարկում ենք անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտին առնչվող շատ տարբեր հարցեր, խնդիրներ, փնտրում ենք լուծումներ եւ մեր հյուրերը մարդիկ են, որոնք կանգնած են այս ամենի առաջնագծում։ Այստեղ դուք կտեսնեք կառուցապատողների, փորձագետների, կառուցապատման ոլորտին առնչվող շատ տարբեր կառույցների ղեկավարների, որոնց հետ մենք միասին քննարկում ենք այն հարցերը, որոնք հիմնականում չեն բարձրաձայնվում ու քննարկում ենք շատ պարզ, հասանելի ու մատչելի լեզվով։ Այսօր մեր հյուրը Տունեքսպոյի շատ լավ գործընկեր, Ամերիա բանկի երկարաժամկետ ծառայությունների Tribe ղեկավար Վահրամ Գևորգյանն է։ Ողջույն Վահրամ։ Ողջույն Զիաննա։ Շնորհակալ ենք, որ այս բազմազբաղ շրջանում Տունեքսպոյից անմիջապես առաջ ես պատկերացնում եմ ձեր թիմում ինչ է կատարվում, հաշվի առնելով ձեր նախորդ արդեն փորձառություններն ու արդյունքները, գտել եք ժամանակ եւ համեցել եք հյուր։ Մենք այսօր շատ տարբեր ու հասարակությանը իրականում շատ հետաքրքրող, մի քիչ էլ զգայուն հարցերի ենք անդրադառնալու հիփոթեկային շուկայի հետ կապված, ու քանի որ Ամերիա բանկը արդեն մի քանի տարի է Տունեքսպոյում իր ուրույն ձեռագրով, ֆանտաստիկ արդյունքներով զինված ներկայանում է եւ քաղում է ամեն օգուտը, որը հնարավոր է Տունեքսպոյից քաղել ու տալիս է ամբողջ օգուտը, որը հնարավոր է որ որևէ բանկ տա ցուցահանդեսին եւ կառուցապատողներին ու քաղաքացիներին։ Սա պատմում եմ, որ նաեւ մեր ունկնդիրները իմանան ինչու ենք այսօր հենց քեզ հյուրընկալել։ Կխնդրենք մի քիչ պատմես, թե վերջին տարիներին ինչպես է փոխվել մարդկանց ընկալումը հիփոթեկի վերաբերյալ, որովհետեւ երբ ասում ենք հիփոթեք, իրականում առաջին ընկալումը մի քիչ վախենալու է։ Հետո որ խորանում ենք ինչ ոնց, մի քիչ մեղմվում է իրավիճակը։ Արդյոք փոխվել է ինչ որ բան մարդկանց ընկալումներում վերջին տարիներին, նաեւ ձեր ակտիվությամբ պայմանավորված ու Տունեքսպոյի լինելիությամբ պայմանավորված։ Շնորհակալություն Զիաննա ջան, ես եմ նաև շնորհակալ ձեր հյուրը լինելու այս ակտիվ ժամանակահատվածում։ Շատ ճիշտ նկատեցիք, որ մեր ամբողջ թիմը հիմա նախապատրաստական վերջին աշխատանքներն է իրականացնում, որպեսզի տոնական եռուզեռը։ Տոնական, այո, ես չեմ զլանա օգտագործել այդ բառը, մեզ մոտ տոնական եռուզեռը, որ մաքսիմալ պատրաստված եւ ամփոփիչ կարողանանք հանդես գալ Տունեքսպոյի 3 օրերին եւ նաեւ մեր առաջարկները տեղ հասցնենք մեր հաճախորդներին եւ գործընկերներին։ Այո, ես կարծում եմ, որ վերջին տարիներին հիփոթեկի ընկալման հետ կապված փոխվել է մարդկանց պատկերացումները, դե այս կոնտեքստում պետք է նաև նկատի ունենանք, որ շուկան է փոխվել, այսինքն եթե հիմա համեմատենք շուկան 10 տարի առաջվա հետ, դրական ֆակտորները շատ են, որոնք որ նաև իրենց ազդեցությունն են ունենում երկարաժամկետ ֆինանսավորման վրա եւ մասնավորապես նաև հիփոթեկների վրա։ Իհարկե, այս տարիների ընթացքում պետք է խոսենք նաև եկամտային հարկի վերադարձի օրենքից, որը եւս մեկ անգամ եւ հերթական ոնց որ դրական կոմպոնենտը ավելացրեց հիփոթեկին այլ կերպ մոտենալու վերաբերյալ եւ այո, եթե դիտարկենք նախորդ օրինակ ժամանակահատվածում ավելի շատ հիփոթեկա ասոցացում էր երկարաժամկետ եւ ծանր բեռի հետ, հիմա արդեն ավելի շատ դա հնարավորություն է, հիփոթեկը դարձել է անբաժան մասը ֆինանսավորման եւ նաեւ ֆինանսական գրագիտությունն է բերել դրան, շատ մարդիկ ցանկանում են օգտվել հնարավորությունից, հասկանում են եւ համեմատում են գները, ինչ փոփոխություն են ունեցել վերջին տարիների ընթացքում, չպետք է նաեւ մոռանանք էմոցիոնալ ֆակտորի մասին, որը հայերիս շատ բնորոշ է տուն ունենալու, սեփական հասցե, անկյուն ունենալու հետ կապված եւ ձգտումը ավելի երիտասարդացել է, նախկինում եթե
30+ մարդիկ էին ավելի շատ մտածում հիպոթեկ ձեռք բերելու եւ այս պատասխանատու քայլը իրականացնելու մասին։ Հիմա ավելի շատ նաև երիտասարդներն են դիմում հիպոթեքի, երկրորդ հիպոթեքի համար եւ այլն։ Այս կոնտեքստում նաև կուզենայի առանձնացնել invest, այսինքն ներդրումային ֆակտորը, ինչի ակցենտը նաև ունի այս տարվա Տունեքսպոն։ Եվ ակտուալ է իրականում բնակչության համար, Այո, մեր մենք տեսնում կարծիքով ենք։ շատ ակտուալ է եւ այս տարի այս գեղեցիկ ոնց որ շեշտադրումը, որ իրականացրել ենք Տուն Expo Invest, կարծում եմ նաև արտահայտում է շուկայի փոփոխությունները, մարդիկ ավելի հակված են նաև հիպոթեկին որպես ինվեստիցիոն գործիք վերաբերելու եւ լուծելու իրանց հարցը ոչ միայն բնակարանային կամ կենցաղային, այլ նաև երկարաժամկետ ներդրումային կոնտեքստում։ Համաձայն եմ, որ իրականում ինվեստիցիոն կտորը, եւ մենք նաև շեշտադրել ենք, տեսնելով, որ Տունեքսպո գալիս են այցելուներ, որոնք գալիս են երկրորդ գույքի, երրորդ գույքի, արտասահմանում գույքի հետևից, բայց նաև կա շուկայի մյուս կողմը, ու իմ հաջորդ հարցը հենց դրա մասին է։ Շատ ենք լսում, ասում են, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականում անգամ հիպոթեկը հասանելի չէ, պետք է գոնե տնից մի 2-3 հոգի մի քիչ լավ աշխատավարձ ստանան, որ հնարավոր լինի եւ հիպոթեք փակել, տոկոսները վճարել կամ կանխավճար ունենալ ու համել դեռ արժանապատիվ կյանքով ապրել։ Ես ուզում եմ մենք մի քիչ ոնց է բանկի կողմից այս հարցին նայենք ու խոսենք իրական իրավիճակի մասին, որովհետեւ խոսակցությունները էքսպերտային չեն, ավելի շատ հասարակական ընկալումներ են ու զրույցներ են։ Կա նման ճշմարտություն, այսինքն մարդիկ երբ պնդում են, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքին իրականում հասանելի չէ անշարժ գույքի ֆինանսավորումը, եւ եթե սա միֆ է, ապա ինչպես է հասանելի, ինչ միջոցներ կան, ինչ գործիքներ գուցե դուք ունեք կամ բանկերը ունեն, որ կարող եք ընդհանուր բանկերի անունից էլ խոսել կամ հենց դեր անունից կարող եք խոսել։ Սա միֆ է իրականում, թե իրականություն, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքը ամեն դեպքում ունի խնդիր անշարժ գույքի ֆինանսավորման հետ։ Ես կարծում եմ, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքին հասանելի են հիպոթեկի պրոդուկտի առնվազն որևէ տեսակ, որովհետև մենք տարբեր առաջարկներ ունենք, առաջարկները եւ բյուջետային առաջարկներ են եւ ավելի բարձր սեգմենտին ուղղված, նույն առաջարկները նաեւ կառուցապատող ընկերություններն են առաջարկում եւ նաեւ շուկան ունի բազմաշերտ առաջարկներ ուղղված հաճախորդներին։ Այստեղ կուզենամ ոնց որ նշեմ, որ մեր ուսումնասիրությունը ինչ էր ցույց տվել, որ այն որոշման փուլը, որտեղ որ մարդիկ հանգում են, որ պետք է վերցնեն հիպոթեք եւ տուն գնեն, իրանք սովորաբար դա իրականացնում են ընտանիքի անդամների հետ միասին։ Այսինքն սա ընտանեկան որոշում է, որտեղ որ պլանավորումը եւս մեծ դեր ունի։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքի համար ես կարծում եմ, որ գործիքներ կան, հասանելի են վարկավորման տեսակները, բնականաբար կախված է տան ընտրությունից, եկամուտների չափից եւ մնացած ֆակտորներից, բայց ընդհանուր առմամբ եթե նշենք, ապա կարող եմ ասել, որ նաեւ մեր վարկառուների մեծ մասը ինքը միջին եկամուտ ունեցող սեգմենտն է ներկայացնում։ Ուստի ես կարծում եմ, որ հնարավորությունները սահմանափակ չեն եւ մարդիկ հնարավորություն ունեն դիմելու եւ ստանալու իրենց հիպոթեկները։ Կան որոշակի առանձնահատկություններ, օրինակ ինչ-ինչ պայմաններով որոշ մարդիկ ունեն եկամուտներ, որոնք որ չեն կարողանում փաստաթղթով կամ չեն ուզում հիմնավորել փաստաթղթերով, կամ խուսափում են ինչ-որ լրացուցիչ քաշքշուկների մեջ մտնել, ճակերտավոր քաշքշուկների մասն է խոսքը։ Այդ պարագայում էլ ուղղակի մեր գործիքակազմն է համապատասխան ներդրված, որ կարող են իրականացնել 40% կանխավճար եւ օրինակ առանց եկամուտների ուսումնասիրության վերցնեն իրենց հիպոթեկը կամ գնեն տունը։ Կա նաև մեկ այլ process, երբ որ մարդիկ պատրաստ են իրենց երկրորդ գույքը գրավադրեն համապատասխան քիչ կանխավճար իրականացնելու դրական պայմանով եւ այլն։ Ուստի կարծում եմ, որ մեծ խնդիր չի միջին վիճակագրական հայ ընտանիքի համար Հայաստանում ձեռք բերել բնակարան, անշարժ գույք եւ նաեւ կուզեմ նշել, որ խնդիր չի նաեւ Հայաստանից դուրս բնակվողների համար իրենց սեփական անկյունը ունենալ Հայաստանում, ինչը նաև էլի ինվեստի ներդրումային կոնտեքստում դիտարկելիս շատ լավ հնարավորություն է տալու։ Մենք տեսնում ենք, թե ինչպես ամեն տարի
Բանկերը եւ հատկապես Ամերիա բանկը, ես ինչ եմ ձեր օրինակը բերում, որովհետեւ ամենատեսանելին տուն էքսպոյում ամեն դեպքում ձեր օրինակն է, ինչքան շատ նոր գործիքներ եք դուք մշակում։ Մենք գնացինք տուն էքսպո Մոսկվա, դուք համապատասխանաբար մի քանի ամսում ունեցաք մեր մասնավորապես Ռուսաստանում բնակվող հայերի համար առաջարկը, հիմա ունեք շատ տարբեր այլընտրանքային առաջարկներ։ Դրա համար ես ինչու այս հարցը ուզեցի անպայման տալ ու բարձրաձայնել, որ համ էլ վիճակագրությունն է գալիս փաստելու, որ միջին եկամուտ ունեցող մարդիկ իրականում կարողանում են վերցնել բնակարան, ներդրում անել այլ բնակարանի, այլ գույքի մեջ, ուղղակի երբեմն մարդիկ այդ ֆինանսական գրագիտության պահը ճիշտ նշեցիք, ուղղակի վախից նախընտրում են կարծես արդարացնել իրենց որևէ գործողություն չանել այս մասով նրանով, որ դա վտանգավոր է, դա մեզ հասանելի չէ եւ այլն, բայց մենք թե տուն էքսպոյի վիճակագրությամբ, թե ձեր ունեցած վիճակագրությամբ, թե շուկայի պատկերով տեսնում ենք, թե ինչքան շատ մարդիկ են օգտվում հիպոթեկային ծառայություններից տարբեր, բայց էլի այս կոնտեքստում ուզում եմ մի քիչ խոսենք մարդկանց վախերի մասին ու փորձենք աշխատել այդ վախերի հետ։ Շատ մարդիկ երկարաժամկետ վարկավորման մտքից վախենում են, որովհետև ապագան անհայտ է, չգիտենք վաղը ինչ կլինի եւ այլն եւ այլն։ Ինչ երաշխիքներ ունի մարդը չվախենալու համար վարկային պրոդուկտներից։ Ընդ որում հիմա չեմ խոսում միայն հիպոթեկից, այլ գլոբալ երկարաժամկետ վարկավորման հետ կապված ինչ վախեր ունեն մարդիկ եւ այդ վախերի որ մասն է արդարացված, որ մասը ոչ։ Շատ լավ հարց եք տալիս, Դիանա ջան, եւ համաձայն եմ, որ այո, մարդիկ սկզբնական փուլում վախենում են ու իմ կարծիքով վախենում են անորոշությունից։ Սովորաբար հիպոթեկները 15-20, մեր պարագայում մինչև 30 տարվա հնարավորություն են տալիս հաճախորդներին եւ ամուսնության նման այո, մենք այդ հումորը ոնց որ ներսում իրականացնում ենք եւ համեմատում ենք ամուսնության հետ հիպոթեքին։ Մենակ մի վերապահումով, որ երկրորդ հիպոթեկը երկրորդ ամուսնության հետ չենք համեմատում։ Անորոշությունն է դա, հիմնական վախը անորոշությունն է, ինչ կլինի գների հետ, ստաբիլ կմնա, արդյոք իմ եկամուտը կամ կաճի իմ եկամուտը, շուկան ինչ փոփոխություններ կունենա եւ այլն։ Բնականաբար ունենալով որոշակի անհանգստություններ, որ հետագայի հետ կապված, մարդիկ փորձում են այդ բացը լրացնել, այսինքն ինչ հնարավոր երաշխիքներ կարող են իրենք իսկ ավելացնել, որպեսզի կանխատեսումը ավելի արդարացված լինի։ Այս պարագայում մեր փորձը ցույց է տվել, որ շահում են այն հաճախորդները, ովքեր որ ավելացնում են իրենց տեղեկացվածության մակարդակը, հետևում են շուկայի իրադարձություններին, հետևում են գներին, ակտիվ են փոփոխություններին եւ կարողանում են ձեռքները ոնց որ զարկերակի վրա դրած հետեւել ինչ է կատարում շուկայում եւ արդյոք իրանք ունեն գործողություն իրականացնելու թե ոչ։ Երկրորդ մասը, որ կուզենայի նշել, դա պլանավորումն է։ Բնական է, որ եթե պլանավորում ես 20-30 տարվա ինչ-որ մի բան, պետք է շատ նյուանսներ հաշվի առնես եւ ինչ-որ միտեղ սա ինդիվիդուալ աշխատանք է, այսինքն ամեն ընտանիք, ամեն մարդ ինքն է իր պլաններին համահունչ կառուցում իր ֆինանսական նաև պլանավորումը եւ լավ իրականացնելու պարագայում իմ կարծիքով անհանգստությունները ավելի շուտ վերափոխվում են դեպի վստահության։ Դե բնական է նաև մյուս կողմից էլ մնացած կոմպոնենտները դրանք ավելի շուկայի ուսումնասիրությունն է կամ եթե կոնկրետ պրոյեկտներից ենք խոսում կառուցապատողի ուսումնասիրությունը, բանկի ուսումնասիրություն, շատ կարևոր է որ մարդիկ իրենց 20-30 տարվա ֆինանսները ճիշտ ֆինանսական գործընկերոջ հետ պլանավորեն, իրականացնեն, նայեն շուկայում բանկի դիրքին, նայեն ինչ հեղինակություն ունի, արդյոք ոչ միայն հիպոթեկի մասով, այլ մնացած ծառայությունների մասով համապարփակ լուծումներ առաջարկում է բանկը, ճկուն է, փոփոխվող իրավիճակներում ինչ վարկագիծ է դրսևորել եւ այլն։ Այսպիսով կարծում եմ, որ շատ նորմալ է, որ երկարաժամկետ պլանավորման եւ հիպոթեկների պարագայում որոշակի վախեր կան։ Կավելացնեի, որ ինչքան ավելանում է տեղեկացվածությունը, այդքան այդ վախերը վերափոխվում են դեպի վստահության եւ բոլորին խորհուրդ կտայի, որ ավելի շատ ուսումնասիրեին գործարքի բոլոր կողմերին՝ բանկ, հաճախորդ, գնորդ, անշարժ գույքի գործակալ եւ պետական նաեւ մարմիններ։ Ամեն նյուանս կարեւոր է ցանկացած ֆինանսական պրոդուկտից օգտվելու համար եւ նաեւ իր ուրախություն մեզ Հայաստանում շատ ավելի պարզ է գործընթացները, քան սովորաբար աշխարհում է տեղի ունենում։ Եվ արագ, այո, ես կուզենամ այս հարթակն էլ օգտագործել նշելու համար, որ փաստացի 1-2 օրում դու կարող ես Հայաստանում գնել տուն, իսկ մեր պարագայում նաև ստանալ վարկավորումը on-line, մեր myhome.am հարթակով մենք
on-line վարկավորման նաև գործիք ունենք, որը Անգամ բանկ ռեգիոնում եւ գնալու կարիք չկա փաստորեն տուն ունենալու համար։ այո, դուք կարող եք նաև բանկ չգնալ, այցելել մեր հարթակ myhome.am եւ ստանաք ձեր հաստատումը եւ կայցելեք միայն նոտարական գրասենյակ, քանի որ առայժմ օրենսդրական պահանջն է այդպեսին։ Լավ նշեցիք, որ բանկային ուսումնասիրել նույնպես պետք է եւ այլն, բայց մարդիկ սովորաբար լրելյային կերպով առաջին հերթին բանկին են վստահում, հետո շուկայի մյուս մասնակիցներին, հա, մենք միշտ ասում ենք, եթե բանկը վստահել է, ֆինանսավորել է այս կառուցապատողին, ուրեմն դուք հանգիստ եղեք։ Նման զրույց կա մարդկանց մեջ։ Մեզ հետաքրքիր է իմանալ, ինչպես է բանկը գնահատում անշարժ գույքի շուկայի ռիսկերը, որևէ կառուցապատող ընտրելիս, որևէ նախագիծ համաֆինանսավորելիս կամ ֆինանսավորելիս, դուք ինչպես եք ընտրում ձեր կառուցապատող գործընկերներին ու ինչպես եք հաշվարկում ռիսկերը, որովհետև մարդիկ, երբ ձեր կառուցապատողին վստահում են, առաջինը ձեզ վստահելով են գնում դեպի կառուցապատող ու բանկի իմիջը, ռեյտինգը բանկերի այսօր ամեն դեպքում ավելի առաջ է ընկած, քան մնացած խաղացողներինը շուկայի։ Այո, շատ լավ հարց է։ Մենք մինչև նախագիծը ֆինանսավորման փուլ անցնելը, մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք կառուցապատողի պրոֆիլը, ֆինանսական եւ ոչ ֆինանսական մասով։ Ունենք մեր հստակ չափանիշները, որոնք արդեն տարիների ընթացքում փորձված են եւ այդ չափանիշներով կատարում ենք մեր գնահատումը կառուցապատողի հետ կապված։ Բնականաբար սա մինչև ֆինանսավորման փուլն է։ Ֆինանսավորման փուլի ընթացքում իրականացնում ենք մեր պարբերական մոնիտորինգները, շրջայցերը, ֆինանսական վերլուծություններ եւ այլն, եւ ինչ որ փուլից էլ սկսած արդեն նաեւ համագործակցում ենք պետական համապատասխան ապարատների հետ, որովհետեւ որոշ գործառույթներ վերապահված են պետությանը եւ մենք մեր հետևությունները իրականացնում ենք հիմնվելով պետության տրված եզրակացությունների վրա։ Խոսքը մասնավորապես որակի, շինթույլտվության, շահագործման ակտի եւ մնացած փաստաթղթերի մասին է։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ճիշտ կառուցապատողի հետ համագործակցենք, քանի որ մի քանի հարց է լուծվում այս ամբողջ process-ում։ Մենք փաթեթային առաջարկով ենք հանդես գալիս, մասնավորապես եւ ֆինանսավորում ենք կառուցապատման պրոյեկտը եւ նաեւ համապատասխան հիպոթեկներն ենք տրամադրում եւ այստեղ մեզ համար շատ կարևոր է, որ կառուցապատողը համապատասխան որակով եւ ժամկետներում իրականացնի շինարարությունը, հաճախորդները վայելեն իրենց երազանքի բնակարանը, տունը եւ մենք էլ մեր պարտավորությունների իրականացման ճանապարհին շատ շեղումներ չունենանք։ Այս եռանկյունու մեջ բոլոր դերերը իրականում կարևոր են։ Մեր դերը կարևոր է եւ որպես ֆինանսավորող, եւ գործընկեր, եւ նաեւ ոչ ֆորմալ վստահության կենտրոն, ինչպես նշեցիք, հաճախորդների դերը շատ կարևոր է, որպեսզի իրենք էլ հետևեն ընթացքին եւ ցանկացած ազդակի պարագայում կողմերին տեղեկացնեն եւ նաեւ հետևեն իրենց պարտականությունների, պարտավորությունների ժամանակին իրականացմանը եւ նաեւ կառուցապատողին, որ սահմանված նորմերին համապատասխան ժամկետներում եւ որակով տրամադրի ավարտական եւ շահագործման ենթակա շենքեր։ Շատ լավ եք ասում, որ կարևոր է ով է կառուցապատողը, ինչպես եք ձեր գործընկերոջ ընտրում եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ ձեր պորտֆոլիոն կառուցապատողների այդպես գնալով շատանում է, նաեւ նկատում ենք, որ Տուն Էքսպոին մասնակից ակտիվ կառուցապատողների հետ եք դուք շատ ակտիվ առաջարկներով հանդես գալիս, բաց են կառուցապատողները բանկի հետ շփման մեջ ընդհանրապես, ինչպես են նայում կառուցապատողները բանկին, ինչպես է հարաբերությունները, որովհետեւ մեկ-մեկ բանկը շատ կուռ կառույց է երևում, ինչ-որ լիքը բարդ պրոցեսներով, վախենալու բայց մենք ինչքան կոնկրետ ձեզ հետ Ամիրյա բանկի հետ ունեցել ենք այդ շփումը, ես ինքս միշտ այդպես ասեմ, չեմ զգացել, որ ես բանկի ինչ-որ համակարգի հետ եմ շփվում, ամեն ինչ այդպես շատ անմիջական է եղել, ուզում եմ, որ մեր ունկնդիրներն էլ մի քիչ այս պահը պատկերացնեն, որ եռանկյունու մեջ ահագին անմիջական են այդ հարաբերությունները եւ ուղված վերջնական սպառողի շահին, որովհետեւ նաեւ ես գիտեմ, որ Ամերիա բանկի նպատակը ոչ միայն մեկ միավոր անձին մի կյանքի ընթացքում life cycle
կյանքի ցիկլում Ահա մեկ ծառայությունից, հա, բավարարելն է, մեկ ծառայությամբ, այլ դուք ուզում եք լինել մարդու ամբողջ կյանքի, հա, գործընկերը բոլոր իմաստներով։ Ուզում եմ հավելյալ ասել, որ թե կառուցապատողների հետ շփման մեջ, թե հաճախորդների, դուք ահագին ճկուն եք ու բաց եք։ Իսկ կառուցապատողները ինչպես են բանկի հետ շփվում։ Գոհ եք մեզ նայելու են էլի կառուցապատողները։ Գոհ եք ձեր գործընկերներից, ինչպես եք ներգրավում նրանց։ Դե քանի որ նայելու են, ի սկզբանե ասեմ, որ շատ գոհ ենք։ Շատ ապրենք։ Իրականում, բայց շատ գոհ ենք մեզ հետ համագործակցող գործընկերներից եւ ուզում եմ նշել, որ այո, մենք համարում ենք, որ իրենք ճկուն եւ վստահելի գործընկերներ են։ Դա դեք խոսքերով չի, որ պետք է նշենք, տարիների փորձ կա եւ մենք արդեն 7-8-րդ տարին ա որ բացարձակ առաջատար ենք շուկայում մեր պորտֆելով, նաեւ հիպոթեքների պորտֆելով, դա խոսում է ու նաեւ առողջ պորտֆելով է։ Դա շատ կարեւոր է, որ այդ մասն էլ խոսենք։ Այստեղ կարեւոր է, որ նշենք, որ դա չէր կարող տեղի ունենալ, եթե մեզ հետ համապատասխան ճիշտ գործընկերները չլինեին։ Ու ժամանակը նաև փոխում է եւ մեր եւ կառուցապատողների մոտեցումը ընդհանուր բիզնեսին եւ ստիպում է մեզ բոլորիս լինել ավելի ճկուն։ Ես կուզեի նշել, որ նկատում ենք այդ նույն ճկունությունը կառուցապատողների կողմից, այսինքն առաջարկող լուծումները, առաջարկող գործիքները, թվայնացման մակարդակը շատ ավելի բարձր է հիմա, քան տարիներ առաջ։ Բանկի հետ համագործակցությունը շատ ավելի կոնստրուկտիվ եւ փոխշահավետ է դարձել վերջին տարիներին եւ միևնույն ժամանակ բոլորս էլ արդեն ստեղծված իրավիճակում շատ ավելի մեծ կարեւորություն ենք տալիս կոնկրետ հաճախորդին, ով որ գնորդ հաճախորդին, քանի որ մեծ հաշվով իրենից են գալիս շուկայի եւ մեր բոլորիս պահանջները։ Իրենք մեզ թելադրում են եւ ինչ եմ ես մասին նշում, թվում է թե սովորական բան է, հաճախորդը պետքա թելադրի, մնացած ծառայություն մատուցողները պետքա ստեղծեն համապատասխան ծառայությունը, բայց եկամտային հարկի ակտիվ ժամանակահատվածում մի քիչ ինձ թվում է այդպես չէր իրավիճակը, այսինքն մարդիկ ավելի շատ ուզում էին օգտվեին հնարավորությունից եւ պահանջները մի տեսակ երկրորդային էին իրանց համար։ Mass market-ի տրամաբանությամբ Mass market-ի տրամաբանություն կար, արագության, գուցե նաեւ շատ չուսումնասիրելու, ավելի շատ մակերեսային հաշվարկներ իրականացնելու գինը հիմա այսքան է, նախորդ տարի այսքան է եղել, ուրեմն հաջորդ տարի այսքան կլինի, այդ ոնց որ փոխվել է։ Հիմա շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում վստահությանը, կառուցապատողի բրենդին, այսպես նշենք, ընդհանուր պորտֆելին, ինչ նախագծեր ունի իրականացված, որոնք են հաջողված նախագծերը, որքան կանաչապատ տարածքներ կան, որքան կոմֆորտի համար լրացուցիչ այլ բաներ են առաջարկվում, ենթակառուցվածքներ, հասանելիություն, կոմունալ մնացած հարմարավետություն, սպասարկման վարձեր եւ այլն եւ այլն։ Համեմատության համար 2018 թվականին շատ քչերն էին, որ օրինակ կանաչ զոնաների համամասնության վերաբերյալ հարցադրումներ էին ուղղում բանկին կամ ուսումնասիրելուց անպայման նշում էին, որ ավելացրեք տեղեկատվություն եւ այլն։ Նույնը նաեւ ենթակառուցվածքների հետ կապված։ Հիմա այս ամեն ինչը փոփոխությունները բերեց նրան, որ կողմերը դարձան ավելի ճկուն, ավելի ականջալուր հաճախորդների ցանկությանը եւ ավելի բաց համագործակցություններին։ Եվ ճիշտ եք նշում նաև, որ Տուն Էքսպոյին հիմնականում մասնակցում են կառուցապատողներ, որոնց հետ մենք աշխատում ենք, շատերի հետ աշխատում ենք նաև ուղիղ հիպոթեկային վարկավորման տրամաբանությամբ եւ մեր եւ իրենց հաջողությունն այն է, որ մենք հենց Էքսպոյի օրերին կարողանում ենք վերջնական լուծում տալ հաճախորդի կարիքներին։ Տեղում ֆիքսում ենք, տեղում հաստատում ենք, մեծ հաշվով շատ ուզենանք բոլորս էլ տեղում կարող են գործարքը նաև վերջնական փակենք ու նոտարի մասը իհարկե որոշակի վերապահումով։ Ու նաև հարթակը շատ լավն է, որ մենք մյուս կառուցապատողների հետ ենք շփվում, իմանալով իրենց պահանջները, նաև շուկան ենք ուսումնասիրում ենք ինչ գույքեր են հիմա ակտուալ, ինչ վաճառքներ են տեղի ունենում, ինչու որոշ կառուցապատողներ չեն ուզում մեզ հետ աշխատել։ Այո, ես կուզենայի նաև նշել, որ ժամանակին որոշակի այդտեղ ես միֆ բառը կուզենամ օգտագործել, միֆ կար, որ Ամերիայի հետ աշխատանքը դժվար է, պետքա լինես ինչ-որ կատեգորիայի հաճախորդ, բյուրոկրատական իմաստով, իրականում չէ, ավելի շատ հասանելիության իմաստով, որ եթե ամերյանա, ուրեմն պահանջները պետքա բարձր լինեն, մենք կարողա չհամապատասխանենք եւ այլն, բայց երբ որ մարդիկ տեսան, որ մենք մեր կառուցապատողների եւ առհասարակ մեր գործընկերների կողքին ենք, մեր հաճախորդների կողքին ենք ցանկացած միջավայրում, երբ որ նաեւ նկատում եմ, որ միակ ֆինանսական կառույցն էինք Մոսկվայում, որ ձեզ հետ միասին փորձեցինք փակել բոլորի պահանջները ուղղված ֆինանսական աշխարհին,
Նախնանից ձեր գործընկերներին թե ոչ։ Իհարկե, Սա իհարկե, կարևոր է մենք նշել։ էքսպոները համայնքի իրադարձությունների ժամանակ մեզ դիրքավորում ենք որպես բոլորի գործընկեր եւ կուզենամ նշել, որ նույն վերաբերմունքն էլ ստանում ենք բոլորից, անկախ նրանից մեզ հետ համագործակցում են թե չէ, ինչը շատ ողջունելի է եւ իմ կարծիքով բոլորս այդտեղ դերակատարում ունենք եւ կազմակերպիչները եւ մասնակիցները եւ կոնկրետ մեր պարագայում բանկը ու երբ որ ուսումնասիրում են, տեսնում են, որ գործիքակազմը կա, թվայնացման կոմպոնենտները կա, բանկը պատրաստ է Հայաստանում թե Հայաստանից դուրս գտնվելու եւ առնվազն հավասար ռեսուրս ներդնելու վաճառք իրականացման փուլում նախընտրությունը տալիս են շատ դեպքերում մեզ։ Ձեզ հետ աշխատելուն։ Գալով Տուն Էքսպոին, գեղեցիկ ամեն հարցից հետո անցնում ենք այն հարցին, որ ես պլանավորել եմ տալ։ Տուն Էքսպոյում եք 2024 թվականից, ճիշտ ենք, չէ՞ հիշում։ Ինչ մենք տեղափոխվել ենք Մերիդիան, Ամերիաբանկը մեծ տաղավարով ներկայանում է 24 թվական, 25 թվականին 2 Տուն Էքսպո, հիմա մի քանի օրից 26 թվականի Տուն Էքսպոն տեղի կունենա եւ ելի Ամերիաբանկը իր մեծ ճկուն հսկալություններով ներկայ է լինելու, բայց հենց առաջին տարուց ձեր արդյունքները այնքան գլխապտույտ էին եւ հատկապես անցած տարվա արդյունքները, որ մեկ-մեկ մենք էլ չնայած որ տեսնում ենք ձեր կատարած աշխատանքը, բայց որպես կազմակերպիչ նայում ենք ու չենք հավատում այդ թվերին, որ դուք հասցնում եք այդ մի քանի օրվա ընթացքում տիտանական աշխատանքի շնորհիվ ու նաև կառուցապատողների հետ իրենց տաղավարներում, ձեր տաղավարից զատ, իրենց տաղավարներում էլ թիմակիցներ ունենալով, հա, ինչ է իրականում Տուն Էքսպոն տալիս կոնկրետ Ամերիաբանկին, որ Ամերիաբանկը Տուն Էքսպո չգալով չի կարող անել, որովհետև եկեք ճիշտը խոսենք, կա My Home հարթակը, որը շատ մեծ հարթակ է, շատ հայտնի հարթակ է, նաև եթե մարդը տուն է փնտրում, վստահ եմ մեկ անգամ գոնե My Home-ով անցնում է, բայց ամեն դեպքում դուք նախընտրում եք գալ Տուն Էքսպո, անել շատ մեծ իրականում ներդրում, որովհետև ուղղակի բարեկամներ, որ իմանաք, ամեն էքսպոյի մասնակցությունը շատ բարդ, ծանր, ռեսուրսատար, ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսների տեսակետից հսկայական ջանք է դրվում, բայց դուք շարունակում եք գալ եւ ներկայանալ նախ շուկայի, հիպոթեկային շուկայի առաջատարի դեմքով, ես ճիշտ եմ ասում, եթե սխալվում եմ ինձ ուղեք, եւ հետո ձեր գործընկերների կողքին եք լինում։ Արժե արդյոք այդ տանջանքը, ներդրումը, ջանքը, որ դուք դնում եք յուրաքանչյուր տարի Տուն Էքսպոյում, եւ այն թվերը, որով դուք փակում եք, ձեզ համար էլ են այդքան զգլխիչ, ինչքան մեզ համար։ Քո խոսքի մեջ Զիանա ջան երկու բան նշեցի՝ շուկայի առաջատար լինելը եւ հաճախորդի կողքին լինելը։ Իրականում այս երկու ֆակտորը արդեն իսկ բավարար են, որ մենք համայնքի մեծ իրադարձություններին մշտապես ոնց որ դրական վերաբերենք եւ մեր մասնակցությունը հաստատենք։ Տուն Էքսպոն այդպիսի իրադարձություններից մեկն է։ Մենք արդեն 2024-ից մի քանի անգամ մասնակցել ենք եւ ամեն անգամ նոր ռեկորդներ ենք սահմանում մեզ համար եւ այդ թվերը այո շատերի համար թվում են անիրական, բայց թվերը ճիշտ են, հստակ չափելի եւ մենք որոշ բաներ իրականացնում ենք չափումներ հենց 3 օրերի կամ 4 օրերի ընթացքում, բայց Տուն Էքսպոյի ազդեցությունը ունենում ենք ամիսների ընթացքում։ Օրինակ անցած տարի սեպտեմբեր, ճիշտ եմ հիշում, սեպտեմբերի Տուն Էքսպոն ազդեցություն մինչև տարվա վերջ ունեցել է, որովհետև ամրագրումներ կային, պրոյեկտներ, որոնք որ դեռ շինթույլտվություն չունեն կամ երկրորդային շուկա Ռուսաստանից այցելուներ կան եւ այլն։ Մենք կարծում ենք, որ առաջատար լինելը մենք 23% մասնաբաժին ունենք շուկայում եւ իմիջիայլոց կուզեի նշել, որ 2025-ին մոտավորապես 40-43 միլիարդով ավելացրել ենք մեր հիպոթեկային պորտֆելը։ Ինչի եմ սա նշում, սա նաև պատասխաններից մեկը շուկան ինչ փոփոխություններ է ունենում, արդյոք վախերը արդարացված են, արդարացված չեն, թվերը որոշ հարցերի պատասխաններ ինքնին տալիս են։ Երբ որ դու առաջատար ես եւ քո առաջատար լինելուն մասնակից կողմերը մասնակցում են իրադարձության, ինձ թվում է շատ արդարացված է, որ դու էլ լինես այնտեղ։ Մենք մի քանի նպատակով ենք գալիս Տուն Էքսպո, առաջինը անկեղծ պիտի լինեմ, դա մեր հաճախորդի կողքին լինելն է, թե ֆիզիկական անձ, թե պարտներների։ Եվ քանի որ Տուն Էքսպոն նաև
ավելի է, քան միայն կառուցապատողների հետ աշխատանքը։ Մենք այնտեղ տեսնում ենք մեր բազմաթիվ գործընկերների, անշարժ գույքի գործակալների, այլ ծառայություններ մատուցողների, որոնց զգալի մեծամասնության հետ մենք աշխատում ենք եւ իրենց եւս մեկ անգամ տեսնելը, իրենց լսելը, իրենց առաջարկություններն ու բողոքները հենց տեղում ֆիքսելը իրականում իդեալական առիթ է։ Երկրորդը մեզ համար նաև վաճառքի հնարավորություն է Տուն Էքսպոն։ Մենք կարողանում ենք տեղում կիրառել MyHome-ի հնարավորությունները, on-line վարկավորման հնարավորությունները ու մեր մասնակցությունն ունենալ ոչ միայն տաղավարում, այլ նաև տաղավարից դուրս այլ տաղավարներում։ Դուք բոլոր մեր կառուցապատող ընկերությունների մոտ կտեսնեք Ամերիայի կամ MyHome-ի շապիկով մարդկանց, ովքեր որ նույն եռանդով պրոմոտ են անում մեր կառուցապատողների պրոյեկտները։ Երրորդը, երբ որ մենք խոսում ենք, որ հաճախորդի կողքին ենք, խոսում ենք, որ մեր կառուցապատողի կողքին ենք, վաճառքներ ենք իրականացնում եւ երրորդ հնարավորությունը այն է, որ մենք իվենթին վերաբերում ենք որպես իրադարձություն եւ որոշակի բրենդային կոմպոնենտ էլ կա այստեղ, որ մենք լինենք այնտեղ, որտեղ որ համայնքը հավաքված է եւ մեր մասնակցությունը ունենանք նաեւ իմիջային եւ մնացած հարցերն էլ ավելի ամրապնդելու մասով։ Ճիշտ եք նշում այն հատվածը, որ եթե կա MyHome, ինչի գուցե մենք պետքա պրոմոտ անենք, որ մարդիկ ուղղակի ավելի շատ այցելեն մեր MyHome-ը եւ գուցե էլ էքսպոներին այցելելու անհրաժեշտություն չկա, տարբերակ է, բայց մեր տարբերակը չի, մենք սիրում ենք լինել մարդկանց հետ, ուղիղ շփվել, ուղիղ ուսումնասիրել եւ նաեւ մեծ հնարավորություն է մեզ համար այդ 20-30 հազար այցելուների ուսումնասիրել իրենց վարքագիծը, իրենց customer journey-ն լավ բացահայտել, որովհետեւ մեր հետագա process-ներն ու product-ները լինեն ավելի մոտ շուկային։ Եվ փորձն էլ ցույց է տվել, որ հենց այդպես էլ կա։ Ամեն էքսպոյի ժամանակ մեր հատուկ գործընկերներ ունենք առանձնացած, ովքեր ուսումնասիրում են։ Դաշտային հետազոտություն եք անում, Հետազոտություններ, ես անցած մեր հանդիպման ժամանակ էլ նշեցի, մենք երկու թիմով ենք աշխատում, front եւ back office-ային թիմերով, եւ ուսումնասիրում ենք, մշակում մեր առաջարկները, որպեսզի մեր հաջորդ արդեն նորարարությունը կամ բարելավումը ուղիղ բխի հաճախորդի ցանկություններից եւ հեշտացնի հաճախորդի փորձառությունը թե թվային, թե օֆլայն տարբերակներում։ Իրականում թվային գործիքները իսկապես շատ են փոխել մեր բոլորի կյանքը, թե անձնական սովորական կենցաղային հարցերում, թե բիզնեսում, ու մենք հենց նաև Ամերիաբանկի օրինակով էլ տեսնում ենք, ինչքան շատ թվային եք դուք եւ ինչքան վաղուց եք գնացել այդ թվային դաշտ, ու միայն MyHome-ի արդեն 2025 թվականի 2026 արդեն թվականի դրությամբ այդքան ամուր դիրքերում լինելը իրականում այն բանի հետևանքն է, որ դուք ավելի վաղուց եք սկսել, հա, այդ տակի գործը անելը, որովհետև թվում է թե թվային ապրանքները մի օրում լույս աշխարհ են գալիս, բայց տարիների գործ է դրված այդ ամեն ինչի հիմքում։ Ուզում եի հարցնել մարդու հիպոթեկային ճանապարհը ինչպես է փոխվել թվային գործիքների առաջացման պարագայում, առաջ ինչպես էր, հիմա ինչպես, մի քիչ խոսեցինք այդ մասին, բայց կուզեմ ավելի մանրամասնել, հատկապես երբ մենք համեմատեցինք օֆլայն գործիքը, որը ցուցահանդեսն է, եւ իր փաստորեն այս օֆլայն գործիքի տված արդյունքով դուք ձեր թվային գործիքներն եք նաեւ լավարկում ու ամեն տարի ավելի ուժեղ դարձնում, ու արդյոք կգա մի օր, որ թվային գործիքների արհեստական բանականության եւ այլնի շնորհիվ ամբողջ ճանապարհը մենակ այդ նոտարի պահն եմ հիմա ես կասկածում, բայց ամբողջ ճանապարհը կդառնա թվային, այսինքն իսկապես բանկի հետ ֆիզիկական շփման էլ ոչ մի օր մարդը կարիք չի ունենա կամ գուցե արդեն եկել է այդ օրը, որովհետև ես չեմ պատկերացնում, որ իրոք մտնեմ MyHome ու ընդհանրապես բանկ չգամ, մեկ էլ գնամ նոտար, որովհետև ես այդ process-ը ինքս չեմ իրականացրել։ Ինչպիսին է այս պահը, իսկապես մարդը մտավ MyHome, ամբողջ գործերը արեց ու բանկ ընդհանրապես չի գալիս, թե դեռ գալիս է, մի քիչ այս մասին ուզում եմ ավելի մոտիկից պատմենք մարդկանց։ Հարցը եկեք բաժանենք երկու մասի, մեկը տեխնոլոգիական հնարավորություններն են, որի պարագայում հաստատ կարող եմ նշել, որ այո, մարդը կարող է մուտք գործել MyHome, ընտրել բնակարան, ստանալ վարկ եւ գալ միայն նոտար պայմանագրերը կնքելու։ Այդ ընթացքում ես շատ համառոտ եմ ներկայացնում, բայց ինքը ստանում է պայմանագրերի օրինակները, ուսումնասիրում է, հաստատում է, իրեն հարմար վայրից ընդհանրապես գալ, ցանկացած տեղ, ոչ մի կոմունիկացիա չունեք մարդու հետ դուք տետատետ։
տետատետ կոմունիկացիա չունենք, ոչ։ Ինքը հնարավորություն ունի ընտրելու, confirm հաստատելու իր ժամը, նոտարի այցելության օրը, պայմանագրերը, պայմանները եւ այլն եւ այլն։ Այսինքն մի հսկայական ենթակառուցվածք կա, որը աշխատում է My Home-ում եւ զարգացնում է մեր հիպոթեկային վարկավորումը։ Ես կարծում եմ, որ եկել է այդ ժամանակահատվածը։ Երկրորդ մասն էլ անդրադառնամ, դա էմոցիոնալ մասն է։ Իրականում հղում տա մեր ուսումնասիրություններին, ոնց որ նշեցի, մարդիկ համարում են սա իրադարձություն եւ առայժմ կարիք ունեն խոսելու, քննարկելու մարդկանց հետ։ Դա ընտանիքի անդամն է, բանկի աշխատակիցն է, անշարժ գույքի գործակալն է։ Մեկը խորհուրդ տա իրենց։ Այո, հենց այդ խորհրդի կարիքը կա եւ պետք է նշեմ, որ էմոցիոնալ հարթության վրա դեռ մարդիկ նախընտրում են տետատետ շփումը, ուսումնասիրությունները եւ գուցե նաեւ այդ խորհրդի անհրաժեշտություն ունեն, որպեսզի հաստատեն իրենց 20-30 տարվա որոշումը, այսպես ձևակերպենք։ Տեխնոլոգիական առումով հնարավոր է, էմոցիոնալ առումով շատերը դեռ կարիք ունեն քննարկումների։ Որն է մեր նպատակը։ Մեր նպատակն այն է, որ մենք My Home-ում ստեղծենք այնպիսի փորձառություն, որը հաճախորդին թույլ կտա զգալ իրեն ինչպես օֆլայն միջավայրում, այսինքն քննարկումներ, խորհուրդներ եւ այլն։ Այսինքն live chat-եր։ Պարտադիր չի։ Հիմա գործիքները շատ են։ Իրականում իմպուլսիվ հաղորդագրությունները, վիճակագրությունը, համապատասխան տվյալների ցուցադրումը, որտեղ ես դու, ինչ սովորաբար քո կարգավիճակով մարդիկ ինչու են այստեղ այս փուլում մի քիչ ավելի երկար մտածում ես, մեր պլանների մասին եմ խոսում։ Ավելի հետաքրքիր, ավելի տրամադրող եւ ավելի օգնող, որպեսզի դու ունենաս, հաճախորդն ունենա այն փորձառությունը, որը կունենար տարբեր մարդկանց հետ, տարբեր միջավայրերում խոսելիս եւ քննարկելիս։ Սա մեր հիմնական նպատակներից մեկն է։ Ինչ վերաբերում է արհեստական բանականություն եւ մնացած ժամանակակից գործիքների կիրառմանը, ապա իմ կարծիքով այդ օրը արդեն այսօր է։ Շատ process-ներում ներդրված են ավտոմատ եւ թվային լուծումներ, որոշ process-ներում ներդրված են նաեւ արհեստական բանականության կոմպոնենտներ, եւ ինչքան աշխարհը զարգանա, մենք էլ հետ չենք մնալու այդ ամեն ինչից, մեր լուծումները լինելու են ժամանակակից, նոր հնարավորությունները ստեղծող եւ որոշ դեպքերում նաեւ բացառիկ։ Ես կուզենայի առիթը օգտագործել նաեւ նշելու համար, որ մենք ցենց շատ հանգիստ խոսում ենք, որ 5 րոպեում մարդիկ մտնում են, տուն են գնում եւ այլն, մեզ համար սա դարձել է շատ սովորական։ Շոփինգին հավասար բան ենք ստացել։ Իրականում այո, marketplace-ը, որտեղ որ դուք նույն արագությամբ ոնց որ կգնեք գիրքը, նույն արագությամբ կարող եք գնել ձեր բնակարանը ի վերջո։ Եվ երբ որ մենք այս ամեն ինչի մասին մեր եվրոպացի հիմնականում գործընկերներին ենք ներկայացնում համապատասխան հարթակներում, տարբեր ցուցահանդեսների, էքսպոների էլի ժամանակ, վերջինը Չեխիայում անցած տարի մեծ կոնֆերանս քննարկում էր, սկզբնական հատվածում մի տեսակ ոնց որ թերահավատ են մոտենում, որ արդյոք դա հնարավոր է թե չէ։ Մինչև որ ուսումնասիրում են, մինչև որ ամերյան մի քիչ ավելի իրենց աչքերով են ուսումնասիրում, ավելի հետազոտական եւ այլն, տեսնում եմ, որ երկրորդ տարին անընդմեջ մենք լավագույն բանկ ենք ճանաչվել, real estate բանկ ենք ճանաչվել, Եվրոմանի գնահատականով եւ այլն, նոր ոնց որ մենք էլ մեր տեստային միջավայրում ցույց ենք տալիս հնարավորությունները, հասկանում եմ, որ այո, դա հնարավոր է եւ այն ինչը որ մեզ համար տենց հեշտ խոսելու առարկա է դարձել հիմա, շատերի համար վստահ կարող եմ ասել, որ տարիների երազանք է դեռ։ Ես կարող եմ նույն բանը Տոն Էքսպոյի մասին ասել, երբ մենք մեր դրսի գործընկերներին, թե ոլորտի, այսինքն էքսպոների մեջ աշխատող գործընկերներին, թե գործարներին պատմում ենք, թե ինչ է Տոն Էքսպոն, որովհետև Տոն Էքսպոն անշարժ գույքի մոլ է իրականում ժամանակավոր։ Մարդիկ չեն հավատում, որովհետև Տոն Էքսպոյի նման այլընտրանքային պրոյեկտ աշխարհում, որտեղ մարդը կմտնի եւ մի օրում տուն կգնի, չկա, կան real estate ցուցահանդեսներ, բայց դրանք ավելի B2B մակարդակում են, քննարկումներ, հենց մեր հարևան Վրաստանում երբ եկել էին մեր հարևան երկրի ժողովուրդը, մեր վրացի գործընկերները հենց ցուցահանդեսի կազմակերպիչ, այնտեղի շատ մեծ ցուցահանդես է եւ մերոնք էլ են, մեր գործընկերներն էլ են երբեմն մասնակցում, ապշել են նախ ինչքան շատ մարդ բնակիչ ուղակի վեր եկացել եւ եկել է առաջին հայացքից նեղ նիշային ցուցահանդեսի տոնավաճառի տրամաբանությամբ, որովհետև մեր քաղաքացիները իսկապես ընտանիքի բոլոր անդամներով, բարեկամներով, հարևաններով գալիս են Տոն Էքսպո։ Դա մեկ եւ երկրորդ նաեւ աշխարհի մակարդակում չկա նման բան, որ լինի real estate shopping expo։
որ մարդը մտնի, մեկ օրում տուն գնի։ Եվ ես ուզում եմ նաև այստեղ փաստել, որ նաև տվյալ երկրի բանկային համակարգի ճկունության մակարդակի հարցնել է, որովհետև ինչ-ինչ, թե Ամերիաբանկը, թե մյուս բանկերը նույնպես բավականին օպերատիվ են, արագ են այդ process-ների իմաստով, ու մենք իրոք այդ բյուրոկրատական շոկը մեր երկրում չենք տեսնում։ Ու ինձ թվում է սա նաև մեր փոքր շուկայի ֆենոմենն է, մեկ-մեկ փոքր շուկան վատ լույսի տակ ենք բոլորս նայում, փակ քիչ հնարավորությունների, բայց չենք նայում, որ այդ փոքրության հաշվին ինչքան արագ ենք մենք զարգանում ու մեծանում ու նաև դուրս նայում, որովհետև մենք միասին համատեղ ուժերով անցած տարի ամբողջ մեր արտերկրի, շուկայի համար ներկայացանք առաջարկով, այդ ամբողջ աղմուկը գնաց ու նաև պիտի արդարացիորեն նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի տուն էքսպոն հետևանքն էր այդ տուն էքսպոյի հաջողությունը նույն տարվա հունիսի մեր Մոսկվայի տուն էքսպոյի եւ ռեզոնանսն էր Մոսկվայի տուն էքսպոյի, երբ որ մենք Ռուսաստանից այդքան շատ հայ այցելուներ ունեցանք արդեն սեպտեմբերի տուն էքսպոյին։ Ու այս աշխատանքը, որ մենք համատեղ անում ենք, չի գնում, չի կորում, ինչպես որ էներգիան է փոխակերպվում մի բանից մյուսին, նույնն է այս աշխատանքն է չի կորում ու կൂട്ടակային կոմուլյատիվ էֆեկտով մենք ամեն տարի ավելի մեծ լավ արդյունքներ ենք ունենում եւ դուք ձեզ եք գերազանցում ինքներդ ձեզ հետ մրցելով, մենք մեր ռեկորդներն ենք գերազանցում ու բոլոր կառուցապատողները իրենց են գերազանցում ու այս շուկայում հիպոթեկների անշարժույթի կառուցապատման մենք միշտ նկատում ենք, որ ոչ թե մրցակցում եք դուք իրար հետ, օրինակ բանկը բանկի հետ, այլ ավելի դու կառուցապատողի, այլ համագործակցում եք, որովհետև ամեն մեկի պրոդուկտն ու առաջարկը շատ յունիկ է, այսինքն գուցե մի բանով ինձ հարմար չլինի, ուրիշ բանկ ինչ որ մի կոմպոնենտով լինի հարմար կամ հակառակը ու բարդ է մրցելը իրար հետ, որովհետև շատ տարբեր լուծումներ եք դուք տալիս։ Ու քանի որ հասա այստեղ, ուզում եմ իմանալ, թե Ամերիան եւ հենց դու որպես մասնագետ եկող 5 տարիների համար ինչ տրենդեր ես տեսնում անշարժ գույքի ֆինանսավորման ոլորտում, ինչ նոր գործիքներ կավելանան կամ ինչպես կփոխվի, ինչքան ավելի ճկուն կդառնա կամ գուցե հակառակը, որովհետև հիմա շատ է տարակարծությունը, որ կոնկրետ հայկական շուկայում անշարժ գույքի Հայաստանում կամ ամեն ինչ վատ է լինելու, գրողիծոսն են գնալու բոլորի եւ տրաքելու է ամեն ինչ, չնայած չենք տեսնում այդպես էլ երբ, կամ հակառակը կանխատեսվում է շատ մեծ բում, ծաղկում մարզերում ներդրումների, մարզային շինարարության մենք տեսնում ենք ինչ մեծ բրենդեր են գալիս Հայաստան, նաև real estate եւ կառավարիչ բրենդեր ու նաև կա այս խոսակցությունը, որ մենք կամաց-կամաց դառնում ենք ուշադրության կենտրոն աշխարհի համար, հաշվի առնում նաև որ տեխնոլոգիական միտքն է մեզ մոտ գնալով ամեն տարի ավելի զարգանում ու ինչքան շատ ներդրումային նախագծեր հենց հիմա ակտիվ փուլում են։ Ինչ տրենդեր ենք մենք տեսնում բանկերի տեսանկյունից ֆինանսավորման ոլորտում անշարժ գույքի։ Մինչև հարցին կանադառնամ, մի քանի բան ես էլ ֆիքսեցի քո խոսքից, որ այո, տուն էքսպոնելը, այսինքն ցուցահանդեսի ժամանակ անշարժ գույք ներկայացնել եւ վաճառելը նույնպես շուկայի փոփոխության մասին է։ Տարիներ առաջ ինձ իմ նախորդ հյուրերը ձեր խոսում էին տարբեր շուկաների անշարժ գույքերի թերթերում հայտարարությունների եւ այլն եւ պատկերացրեք այս 15-20 տարվա ընթացքում ինչքան է զարգացել շուկան եւ հնարավորությունը ինչքան հասանելի է դարձել, որ մի միջավայրում հանդիպես ենթադրենք 100 կառուցապատողի բազմաթիվ պրոդուկտների, պրոյեկտների եւ տեղում նաեւ կարողանաս ընտրությունդ կատարես եւ բոլորը գոհ լինեն։ Ու բոլորը գոհ լինեն, հա, այդ շատ կարևոր բան է։ Մյուս մասը, որ ինձ համար ֆիքսեցի, դա մեր շուկայի փոքր լինելն է, բայց մյուս կողմից մեր շուկայի մեծ լինելն է։ Հիմա խորը լինելը, եւ խորը եւ մեծ։ Հիմա փորձեմ ավելի մանրամասն խոսել այս մասին։ Այո, մենք մեծ շուկա չենք, Հայաստանը մեծ շուկա չի կարող համարվել, բայց կոնկրետ երբ որ մենք խոսում ենք հիպոթեկներից, երբ որ խոսում ենք անշարժ գույքի մասին, եւ երբ որ մենք նաեւ անդրադարձ ենք անում, որ ունենք մեծ փյուրք եւ էմոցիոնալ բաղադրիչ կա մեր հիպոթեկների եւ անշարժ գույքի հետ կապված, ապա պետք է չմոռանանք, որ մեր շուկան չի սահմանափակվում այն մարդկանցով, ովքեր որ ապրում են Հայաստանում։ Հայաստանից դուրս մեր սփյուռքը ակտիվ է այս մասով, գնալով էլ ավելի ակտիվանում եւ մենք էլ գնալով էլ ավելի նոր լուծումներ ենք տալիս մեր դրսում բնակվող հայրենակիցներին։ Օգտվելով առիթից, ես կուզենայի նշել, որ Սփյուռքի համար էլ ունենք նախագծեր, պրոդուկտներ եւ հենց այս տուն էքսպոյին էլ կարելի է Տուն էքսպոյին էլ անպայման այդ մասին խոսելու ենք եւ կուզենամ ուղղակի կարճ ասել, որ հորդորս փոխանցել մեր հայրենակիցներին, որ Ամերիաբանկը ունի հնարավորություն դրսի եկամուտների հիման վրա կամ առանց եկամուտների
վարկավորել, որպեսզի դուք տուն բնակարան ձեռք բերեք Հայաստանում, ունենաք ձեր անկյունը Հայաստանում։ Այս ոնց որ ֆիքսենք, որովհետև ձեր լսարանը շատ մեծ է եւ կուզենայի որ այս մեսեջը փոխանցվեր մեր հայրենակիցներին։ Եվ անկեղծ որ ասեմ, այդքան շատ ոնց որ բիզնես կոմպոնենտը մեզ չի ոգևորում Սփյուռքի մասին խոսելիս, այնքան այն զգացողությունը, որ մարդիկ կարող են իրենց որոշակի կյանքի պլաններ կրկին կապել հայրենիքի Հայաստանի հետ։ Ամեդիաբանկը նպաստում է ներգաղթին։ Մի քիչ ինձ թվում է շապազանցված է բան ասանչում, բայց միտքը կարծես դա է վերջնակ։ Միտքը ինձ համար լրիվ ընկալելի է, ընդունելի է ու նաև մենք այլ բազմաթիվ հեռահար ծառայություններ ունենք, որոնք որ հնարավորություն են տալիս մարդկանց banking անել Հայաստանից դուրս, սակայն հայկական ֆինանսական խոշորագույն կառույցի Ամերիայի հետ։ Կանխատեսում իրականացնելու մասով իրականում մի քիչ անշնորհակալ գործ է նման հարցերի շուրջ կանխատեսումներ անել, որովհետև ամեն կանխատեսում ինքնին նաև հորդոր է իրենց ենթարկում, ազդակա փոխանցում են մարդկանց, ովքեր որ ուզում են պլանավորել իրենց հետագան, բայց կարելի է ֆիքսվել ստատիստիկ տվյալների հիման վրա, որը հաստատ շնորհակալ գործ է։ Տարին տարվա վրա հիպոթեկային շուկան մեծանում է, բանկային պորտֆելները մեծանում եւ գործարքների քանակներն էլ են Հայաստանում մեծանում, ինչը տալիս է հիմք այն բանի, որ կանխատեսես, որ եթե արտառոց իրավիճակներ չլինեն, պիտի որ ամեն ինչ տրամաբանորեն նաև շարունակի աճել։ Փոփոխականները շատ են կամ ֆակտորները, որոնք կարող են ազդել, մասնավորապես մակրոտնտեսական իրավիճակն է ազդում, կառուցապատման, ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններն են ազդում մասնավորապես անշարժ գույքի վրա, բայց կրկին եթե մենք նայենք նախորդիվ մեր դժվար ժամանակահատվածները, որ ունեցել ենք, ցավոք սրտի վերջին տարիներին շատ ենք ունեցել նման ժամանակներ։ Բայց մեր աճի նաև, եթե խոստովանենք, էլի դժվար 2020-ից հետո ընդհատեցի ներողություն, բայց կպավ շատ էս միտքը։ Ես մեր անունից էլ կարող եմ ասել, իրականում ձեր թվերն էլ են այդպեսին 20, 21, 22, 23, 24 այս դժվար տարիներին մենք կարծես թե բիզնեսի մեջ բոլորս աճ ենք գրանցել։ Չէ՞, այդ անհանգիստ տարիներին։ Պատճառի մասին չեմ կարող բանանել, մեկնաբանել, բայց կարող եմ ասել, այո, որ տարին տարվա վրա աճը կա եւ անշարժույթն էլ բացառություն չի եւ մյուս կարևոր կետը այն է, որ գներն էլ էական փոփոխություն դեպի ներքև չեն ունեցել, այսինքն տարին տարվա վրա եթե նայենք, վերջին 5 կամ 8 տարիների կամ 10 տարիների ընթացքում գները հիմնականում ստաբիլ աճ են ունեցել, այս տարի էլ, անցած տարի դուք տրակելուց խոսեցիք շուկայի, մեր մյուս գործընկերը Red Invest-ը հենց հատուկ կարգախոսով էր հանդես գալիս Տուն Էքսպոյին, ինչը նաև իրականություն էր, այսինքն շատերը սպասում են, որ մեծ բումից հետո, որը 24-ին եկամտայինով պայմանավորված տեղի ունեցավ, պիտի ավարտվի եւ գները անկում ունենան, բայց այդպես չեղավ։ Գները ոչ միայն անկում չունեցան, այլ նաեւ աճ գրանցեցին։ Անկամ էկոնոմ սեգմենտում, որ տպավորություններ, որ պիտի փոխվի մի բան, բայց չփոխվեց, հակառակը հանգիստ կարծես գնում է շուկան նույն հոնով։ Նույն հոնով գնում է, մյուս կողմից նաև այս տարի էլ առանձնահատուկ տարի է, որովհետև մարզերի մասով է դեռ գործում եկամտային հարկի արտոնությունները եւ բացի դրանից էլ ֆինանսական ակտիվության գործակիցը կամ գործակիցները տարբեր նպաստում են, որպեսզի մարդիկ ավելի շատ մտածեն եւ իրենց ապագայի մասին եւ համապատասխան ներդրումները իրականացնեն։ Իմ կարծիքով հաջորդ 5 տարիները բարենպաստ են լինելու անշարժ գույքի շուկայի հետ կապված, փոփոխություններ շատ կլինեն, որովհետև մենք ունենք բնակֆոնդի խնդիր, հինը նորով փոխարինելու խնդիր, Երևանից դուրս հարակից եւ այլ մարզերը զարգացնելու խնդիր, որտեղ որ անշարժ գույքը բնականաբար կարևորագույն կետերից մեկն է լինելու, ինֆրաստրուկտուրաները եւ ենթակառուցվածքները կազմակերպել, ստեղծելը եւ այլն, այնպես որ այս պայմանությամբ որևէ ինչ որ ազդակ չեմ տեսնում, որ մտածեմ որ ավելի վատ է լինելու կամ բոլորս ոնց որ դու նշեցիր Դիանա ջան գնալու ենք դեպի անհայտ ուղղությամբ։ Փառք Աստծո, նաև վերջին որոշ ժամանակահատված նաև արտառոց քաղաքական կամ պատերազմական իրադարձություններ չենք ունեցել, ինչը հակառակն է նկատվում։ Իհարկե, ամեն մի նման բացասական ազդեցություն մեր կոնկրետ բիզնեսի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում, ինչը շատ նորմալ է, շատ բնական է։ Հուսանք, որ ամեն ինչ ավելի լավ կլինի եւ մեր ոչ միայն անշարժ գույքի հետ կապված, այլ
մնացած բոլոր բիզնեսներն էլ աճ կունենան հաջորդ 5 տարիների ընթացքում, բացառություն թող չլինի նաև շինարարությունը, կառուցապատումը եւ նաև անշարժ գույքի ֆինանսավորման հիպոթեկային շուկան։ Հատկապես որ հաշվի առնենք ինչքան լծակի, շատ մեծ լծակի դեր ունի հենց այս ոլորտը մեր տնտեսության մեջ ու բավականին մեծ մասնաբաժին եւ շատ վտանգավոր կլինի, եթե հանկարծ այս ոլորտը մի քիչ քամիների տակ ընկնի, դրա համար մենք էլ եւ բոլորը այսպես շատ համախմբված են իրար հետ, բոլոր կառուցապատողներն են ուզում, որ բոլոր կառուցապատողների մոտ ամեն բան լավ լինի, բանկերի, որովհետեւ մենք կարծես մենք եմ ասում, Տունեքսպոին էլ եմ այս շարքի մեջ դնում, կարծես մի մեծ համայնք ենք, որը պիտի իրար պահի, որ ամեն ինչ լավ լինի, որովհետև ամեն մեկից գործը կախված է մյուսի հաջողությունից եւ ամփոփելով մեր շատ հետաքրքիր ու իրականում դեռ լիքը տեղ ունեցող զրույցը, ուզում եմ հիշեցնել մարդկանց, որ մարտի 27, 28, 29-ին մի քանի օր անց Տունեքսպոն կրկին կբացի իր դռները արդեն 6-րդ անգամ եւ Ամերիաբանկը նույնպես ներկայանում է Տունեքսպոին։ Կուզեմ շատ կարճ մարդկանց տանկ ուղերձներ, թե ինչ գուցե առաջարկ կամ հիմա գուցե չկարողանաք կոնկրետ առաջարկներ ասել, բայց ինչ սպասեն Ամերիաբանկի տաղավարում, ինչու այցելեն, ինչ պատրաստվածությամբ այցելեն, ինչպես պատրաստվել են ընդհանրապես Տունեքսպո եւ Ամերիաբանկի տաղավար այցելելու։ Շատ լավ, մեր առաջարկները պատրաստ են, մենք շատ վաղուց անց ենք պատրաստվել Տունեքսպոին եւ փաստացի 3-4 օրից արդեն հնարավորություն ունենք հանդիպելու հենց Մերիդիանում եւ հորդորում եմ մեր լսարանին, որ անպայման այցելեն Տունեքսպո, ծանոթանան ինչ է առհասարակ տեղի ունենում անշարժ գույքի շուկայում, ինչ նախագծեր կան, ինչ հետաքրքիր նորություններ կան, անպայման այցելեք մեր տաղավար, որովհետև մենք շատ մեծ փոփոխություններ ենք իրականացրել մեր process-ներում եւ պրոդուկտներում, հանդես են գալու հատուկ առաջարկներով, որոնցով նախկինում հանդես չենք եկել եւ նաեւ հերթական հնարավորությունն է իրար հետ շփվելու, ձեր բոլոր հարցերի պատասխանները մեկ հարթակում ստանալու եւ հնարավորության եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ֆինանսավորումը տեղում կազմակերպելու համար։ Այցելեք այն պատրաստվածությամբ, որը ձեզ է հարմար, որովհետև մենք այնտեղ ենք, որպեսզի մեծացնենք ձեր պատրաստվածության աստիճանը, ավելացնենք ձեր տեղեկացվածության մակարդակը եւ օգտակար լինենք ձեր կյանքի կարևորագույն որոշումը իրականացնելու ճանապարհին։ Այնպես որ սիրով սպասում ենք բոլորին, Դիանա ջան, նաեւ շատ ուրախ ենք, որ ձեզ ենք հերթական անգամ ձեր մեծ թիմին տեսնելու, ձեր դրական միջավայրը եւս մեկ անգամ միջավայրին մասնակից լինելու եւ նաեւ մեր գործընկերներին եւ մնացած խաղացողներին տեսնելու, խոսելու եւ նշեցինք, որ մրցակցություն չկա, բայց նաեւ մրցակցելու։ Իհարկե, դա իրականում ամենը այսպես տորթի վրայի բալի կտորն է, որ բոլորս օրվա վերջում ամեն դեպքում համեմատում ենք արդյունքները եւ այլն ու սպորտային հետաքրքրություն է մտնում բոլորիս երակների մեջ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար ու մեծ ինչպես ամեն տարի այս տարի եւս մեր թիմին շատ մեծ ողջավորություն է ապարգևում Ամերիաբանկի ներկայությունը եւ աջակցությունը, որովհետեւ բացի հերթական մասնակիցը ու լինելուց ու տաղավարը ունենալուց շատ նաեւ բարեհոգեբանական ու իմիջային աջակցություն եք դուք մեզ ցույց տալիս ու նաեւ շատ մեծ գովազդային արշավներով եք միանում Տունեքսպոին, ինչը իրականում մեր մեջ ասած մեզ համար ամենակարևորն է, որ երբ որ միանում են մեր մեծ գովազդային արշավի նաեւ մեր գործընկերները, բոլորիս արդյունքները կրկնապատկվում են եւ բազմապատկվում են։ Բարեկամներ, ֆիքսեք օրերը մարտի 27, 28, 29 մարտի վերջ մենք բացում ենք անշարժ գույքի այս տարվա շուկան, տալիս ենք բոլոր տրենդերը, ցույց ենք տալիս իրական պատկերը, սա միակ հարթակն է, որտեղ դուք այցելելով տեսնում եք, թե ինչպիսի քաղաքներում մենք վաղը ապրելու, տեսնում եք վաղվա Երևանը եւ մնացած քաղաքները, կարողանում եք տեղում ծանոթանալ նաեւ արտերկրի շատ գույքերի եւ նաեւ Ամերիաբանկի շնորհիվ ստանալ համապատասխան կարգավորումները ֆինանսական նաեւ արտերկրում ձեր ներդրումները անելու, Հայաստանում ձեր ներդրումները անելու եւ այո, այս տարի մենք ունենք ներդրումային այդ անձրևանոցի նման, կարգախոսը, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչքան շատ այցելուներ եւ ինչքան շատ են այն մարդիկ, որոնք գնում են իրենց երկրորդ, երրորդ գույքը կամ հենց որպես пассив ներդրող միանում են տարբեր նախաձեռնությունների, այս տարի նաեւ հողային ֆոնդն է ներկայացված լինելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ աշխատում ենք, այնպես որ այս տարվա Տունեքսպոն բավականին հագեցած է, մենք ուղղակի սովորել ենք էլ շատ գլուխ չգովելես իմաստով, կգաք, կտեսնեք Meridian Expo կենտրոն, մուտքն ազատ է,
Անպայման եկեք ամբողջ ընտանիքով, ինչպես Վահրամը նշեց, սա որոշում է, որը ընտանիոք հանդերձ եւ հատկապես կանանց հետ պիտի կայացնեք, բոլորից իրով սպասելի ենք, իսկ դուք դիտում եք Տուն Կաստը, որը Տուն Էքսպոյի պաշտոնական ոդկասթն է, չմոռանաք միանալ մեր YouTube-ի ալիքին, բաժանորդագրվել, սեղմել զանգակը, որպեսզի առաջինը տեղեկանալ մեր նոր էպիզոդների մասին, միացեք մեզ նաեւ Instagram-ում, մենք այդ հարթակում եւս իհարկե շատ ակտիվ ենք, իմ ամենասիրելի հարթակն է, ինչպես գիտեք, եւ իհարկե բոլորից իրով սպասում ենք, իդեպ Տուն Էքսպոյի աշխատանքային ժամերն են 11:00-ից 20:00-ն։ Շնորհակալ ենք, որ դիտում եք, լավ եղեք, մինչ հանդիպում։